Free News-ի եթերում լուրերից դուրս քննարկումն է, իսկ տաղավարում այսօր ես հյուրընկալել եմ Հայկական խորհրդի նախագահ, նաև քաղաքագետ եւ պատմաբան Արեգ Քոչինյանին։ Բարև ձեզ, պարոն Քոչինյան։ Պարոն Քոչինյան, մի հետաքրքիր լուր կարդացի անմիջապես եթերից առաջ, որը վերաբերում էր Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի այդ հայտարարություններին։ Մի տեսակ տպավորություն է, ոնց որ այդ մարդը աշխարհից կտրված լինի։ Եվ հատկապես Ռուսաստանից։ Հա, Ռուսաստանից առաջի հերթին, ու ինքը գլուխ է գովում, ասում է, տեսեք, ցորենը եկավ Հայաստան, 30 տարվա ընթացքում տենց բան չէր եղել, հիմա եղավ, դրանից հետո ղազախական ցորեն եկավ, ադրբեջանական վառելիքը եկավ։ Եղբայր, դու ինչ կապ ունես ընդհանրապես այդ ամեն ինչի հետ։ Եվ ինքը բերում է որպես արդյունք, որպես հետևանք նոյեմբերի 9-10-ի փաստաթղթի։ Շատ լավ, տեսեք, Ռուսաստանում ադմինիստրացիայի մեջ ես կարծում եմ մեր թեմայով կա երկու մրցակցող մոտեցում։ Մի մոտեցումը, որ ավելի հատուկ այսպես ուժային ծառայություններին, հատուկ ծառայություններին Հայաստանում այլևս երևի թե լեգենդար դարձած Կիրիենկոյի հավաքական կերպարով, դա այսպես պարտադրանքի, հարկադրանքի ստիպելու մոտեցումն է, որ հայերին պետք է իրենց տեղը ցույց տալ, հայերին պետք է ստիպել եւ այլն եւ այլն։ Ինչ որ չափով սրա այս նույն բանի մեջ է նաեւ իրենց ԱԳՆ-ն, Լավրովի ուրեմն թևը։ Բայց ես կարծում եմ կա նաև մեկ այլ թեւ, մեկ այլ մոտեցում կա այս հարցի շուրջ, որի երևի թե ամենա այսպես հայտնի ներկայացուցիչները դրանք վարչապետն ու փոխվարչապետն են, որոնք ավելի այսպես տնտեսական, ֆինանսական աշխարհի մարդիկ են, եւ որոնց առաջարկը ինչպես է պետք վարվել Հայաստանի հետ, դա Հայաստանի հետ պետք է աշխատել, Հայաստանում պետք է անել ներդրումներ, Հայաստանի հետ պետք է տնտեսական կապերը եւ ֆինանսական կապերը ամրացնել եւ այլն եւ այլն։ Թե այս երկու, այսպես ասենք, մոտեցումներից կամ այս երկու դպրոցներից մտքի որն է հաղթում, դժվար է ասել։ Տարբեր փուլերում մենք տեսնում ենք Ռուսաստանը մեզ իր տարբեր դեմքերն է ցույց տալիս, իսկ երբեմն տեսնում ենք, որ ոնց որ նաև Պուտինը, չէ՞։ Այո, մեկից դեմքով, մեկին դեմքով։ Հաճախ նույնիսկ տեսնում ենք, որ երկուսն է միաժամանակ են անում։ Ոնց որ օրինակ հենց հիմա մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ամեն կերպ փորձում է հարվածել եւ միջամտել Հայաստանում ընտրական գործընթացներին փոխելու համար ուրեմն իշխանությունը իրեն ավելի հաճելի իշխանությամբ, բայց դրան զուգահեռ նաև տեսնում ենք այս հայտարարությունը։ Այսինքն Ռուսաստանը այսպես գիտեք փորձում է բոլոր հնարավոր տարբերակներով, շոշափուկներով այսպես, հա, Ընկնուտուի պրյանիկի տրամաբանությունը դա է հետաքրքիր, որ սովորաբար այդ քաղաքականություն արվում է կամեն, այստեղ արվում է դա միաժամանակ եւ ամեն ինչը։ Ինչի է սա արվում, որովհետեւ այն ավանդական կապող օղակը կամ այն ավանդական կապը, որը որ Հայաստանը ուներ Ռուսաստանից, դա անվտանգությունն էր, ընդ որում դրա միջուկը Ղարաբաղյան թեմատիկաներ, բայց դրա էությունը ավելի լայն էր, դա Ադրբեջանն էր եւ Թուրքիան էր եւ Ադրբեջանից ու Թուրքիայից եկող էգզիստենցիալ վտանգներ, ու մեր ստիպված այդ վիճակն էր, որ մենք անընդհատ ռուսներին նայում ենք որպես փրկիչ, հիմա այդ բազային կոնֆիգուրացիան սկսել է փոխվել եւ Ռուսաստանի համար դա մեծագույն դիսկոմֆորտ է։ Ու իրենք այսպես վարարումների մեջ են, տատամների մեջ են, մի թեւ ասում է եկեք հայերին տնտեսապես ավելի մեծ կապենք, դա է լուծումը։ Մյուս մասը ասում է չէ, եկեք իշխանությունը փոխենք, դա է լուծումը։ Այսինքն Ռուսաստանը փորձում է այս նոր ստեղծվող իրավիճակին հարմարվել կամ լավագույն դեպքում հետ գնալ հին իրավիճակին, թույլ չտալ, որպես այդ կոնֆլիկտները հանգուցալուծվեն։ Մոլդովական սցենարի հոտ չի գալիս։ Մոլդովայում մի քանի թեպետ այն որ այսպես ասենք, այն որ տեխնոլոգիաները ինչ որ չափով նույնն են դա ակնհայտ է, այսինքն իրենք փորձելու են նույն կերպ ազդել ուրեմն ընտրական գործընթացների վրա, ինչպես որ դա փորձել են անել Մոլդովայում, մանավանդ որ Մոլդովայում իրանք փորձ են ձեռք բերել, եւ մանավանդ որ Հայաստանում Ռուսաստանի ազդեցության հնարավորությունները, ալիքները ավելի շատ են։ Իհարկե մեր մոտ չկան են ազգային փոքրամասնությունները, որոնց վրա ռուսները կարացել են ահագին բան խաղացել, ռուսախոս բնակչություն, այդ ամեն ինչը մեր մոտ չկա, բայց մեր մոտ կան իրանց ալիքներ են մինչև հիմա մեր հանրային մուլտիպլեքսում եւ այլն։ Բայց ես կարծում եմ մի բազային տարբերություն կա, Մոլդովայում այս պայմանությամբ այնպես մեծ սենտիմենտ Ռուսաստանի դեմ տրամադրությունների հասարակության մեջ չկա, ինչը կա այս պայն Հայաստանում։ Այսինքն այսպես չգիտեմ, ցանկացած մարդ որ դուրս գա շուկայում օրինակ համար խոսա, մարդիկ կտեսնեն, որ հայ ժողովրդի մեջ, Հայաստանի բնակչության մեջ կա մեծագույն ես ատելություն բառը չեմ օգտագործի, բայց հիասթափվածություն, դավաճանվածություն, նեղսերտվածություն կա Ռուսաստանի հանդեպ, որը ես կարծում եմ մեր ամենամեծ պաշտպանության միջոցն է այս պայմանությամբ Ռուսաստանի այդ տարբեր գործիքներով այդտեղ իրավիճակի վրա ազդելու փորձերից։ Միևնույն ժամանակ դա
հարատև գործիք չէ, դա հարատև անվտանգություն չէ, որովհետև տրամադրությունները փոխվում են, մարդկանց մոտեցումները, էմոցիաները փոխվում են եւ դրա լավագույն օրինակը այն ինչ որ տեղի ունենում Վրաստանում։ Վրաստանը ուղիղ պատերազմի մեջ ա եղել Ռուսաստանի հետ, բայց հիմա դուք տեսնում եք, որ այնտեղ ընդամենը քանի տարի անց է։ Մեղմ ասած բարի դրացիական վիճակներ է։ Ձևավորվում են այդպես, ընդամենը 15 թե 16 տարի ընդամենը անց հասկանում եք, բայց դա փոխվում է։ Ընդ որում ստեղ տպավորություն չստեղծվի, թե իմ համար օրինակի համար այդ հակառուսականությունը ինքը ինչ որ ինքնանպատակ բան է։ Քավլիցի։ Ես պարզապես տեսնում եմ, որ երկու բազային խնդիր ունի այս պետությունը Ռուսաստանի հետ կամ Ռուսաստանը այս պետության հետ, Հայաստանի Հանրապետության հետ։ Մի բազային խնդիրը այն է, որ Ռուսաստանին պետք է որ հարավային Կովկասում լինեն կոնֆլիկտներ, որովհետև դա իր ազդեցության պահպանության եւ ամրապնդման գլխավոր միջոցն է։ Մեր համար այդ կոնֆլիկտները միշտ ունեցել են մահացու վտանգ։ Վերջին 200 տարվա մեջ մեր ժողովրդի տեղի ունեցած բոլոր աղետները այնպես թե այնպես կապված են դրա հետ։ Դա մի սպառնալիքն է։ Եվ երկրորդ սպառնալիքը, ես շատ անկեղծ ասեմ, ես չեմ տեսնում որևէ հնարավորություն, որ մեր պետության հարատևության, անկախությանը կա այլ սպառնալիք, քան Ռուսաստանը։ Եվ ուզում եմ հիշեցնել, որ մենք անկախություն վերջին 200 տարվա մեջ կորցրել ենք մենակ Ռուսաստանին։ Այո։ Ընդ որում բավականին հաջող ստացվեց մեր առաջին հանրապետության առաջին կոնե կեսը, հա, այդ ժամկետի, որտեղ Հայաստանը կարողացավ թե դիվանագիտական հարաբերություններ հաստատել հարևանների հետ, թե նաև հեռավոր երկրների հետ, համատած ռեսուրսների եւ իրավիճակի հետ, դա ստեղծված հանրապետություններ, որը կործանվեց Կարմիր բանակի օկուպացիայի պատճառով։ Եվ այսօր Ռուսաստանում շատ ցավոտ են տանում, օրինակը մենք տեսանք Ադրբեջանի հետ, երբ որ Ադրբեջանը, այսպես ասած, նախագահի շուրթերով ռիսկ արեց, ասել, որ Ռուսաստանը կամ Կարմիր բանակը օկուպացրեց Ադրբեջանը։ Այո։ Ես նույնիսկ ուզում եմ հիշեցնել, որ մեր մոտ դասագրքի մեջ ես եթե ճիշտ եմ հիշում 8-րդ թե 9-րդ դասարանի դասագրքում, որ ռուսական զորքերի կողմից Երևանը գրավելը բառը օգտագործվել էր բռնազավթում տերմինը, Ռուսաստանը ԱԳՆ-ի մակարդակով հայտարարություն արեց։ Չլսված բան է հասկանում եք, թե մեկ այլ պետություն քո երկրի ներսում դասագրքի վերաբերյալ հայտարարություն տարածի։ Եվ իհարկե Ռուսաստանի թեմային դեռ կանդրադառնանք, շատ հետաքրքիր փաստ բերեց այսօր Էկոնոմիկայի մեկ նախարարը, որ Ադրբեջանից ներկրված պրեմիում բենզինը կվաճառվի 430 դրամով, ինքը նույնպես տեղեկություն էր կարտացել, նախկին 500-520 դրամի փոխարեն։ Հիմա սա ինչ է նշանակում։ Մեր ինչի համար եմ ասում, դուք հասկանում եք շահարկումների թեման։ Ինչի ադրբեջանական բենզին, ես կավլիցի, ես էլ ինչ-որ բան չեմ անում, ադրբեջանական բենզինի գովքը չեմ անում, բայց բենզինը բենզին է, էլի։ Ինչպես է ծորենացորեն։ Այո։ Տեսեք, ես նկատել եմ, օրինակի համար սեղանների շուրջ, չգիտեմ, նոր տարուն, ծնունդներին, առիթներին Հայաստանում շատ հաճախ խմում են խաղաղության կենացը, հա, շատ հաճախ է դա։ Բայց ես նաև նկատում եմ, որ մարդիկ մինչև այս ռեֆլեքսիա չեն անում, թե խաղաղությունը ինչ բան է։ Այդ ինչ-որ պոզա որ ինչի հաշվին է այդ խաղաղությունը, ոնց է այդ խաղաղությունը կառուցվում, ասես բոլորը խմում են դրա կենացը, բայց երբ որ այդ խաղաղությունը սկսում է արդեն Երևան նշмарվել, ինչ որ բոլորի մոտ մեծ հույզեր եւ նեգատիվ առաջանում այդ խաղաղությունը։ Ժողովուրդ ջան, դա խաղաղությունը հենց սա է։ Խաղաղությունը մենակ ինչ է որ մենք իրար վրա չենք կրակում, դա խաղաղությունը չի, դա չպատերազմն է։ Եվ այդ չկրակելուց դեպի կրակել ընդամենը մեկ քայլ է։ Բայց երբ որ տեղի ունենում որոշակի ինտեգրացիա տնտեսական, երբ որ տեղի ունենում որոշակի ինտեգրացիա ենթակառուցվածքային, երբ որ մենք սկսում ենք իրար հետ կամ իրար մոտ գումար աշխատել, երբ որ տրանզակցիաներ են տեղի ունենում, դա շատ ավելի է մեզ հեռացնում հնարավոր կոնֆլիկտներից եւ գիտեք ծայրահեղ դրսևորումներից, քան ընդամենը իրար վրա չկրակելը։ Սա առաջին, սա այն ամենաբազային բանը։ Երբ որ ազդեցիկ պայմանագրեր են կնքվում։ Այո։ Սա ամենաառաջինն է։ Երկրորդը Երբ որ օրինակի համար այդ բենզինը կամ ցորենը սկսեց գալ, ես տեսա, որ հատկապես ընդդիմադիր սեգմենտում ինչ որ տրամադրություններ սկսվեցին, բա դուք ուզում եք ռուսական ցորենը կամ ռուսական բենզինը փոխեք թուրքական ցորենով կամ թուրքական բենզինով։ Ժողովուրդ ջան, այդ իրավիճակը սև կամ սպիտակ չէ, այսինքն թե ռուսական չի, ուրեմն թուրքական է, այդ այդպես չի աշխատում։ Ես ինչպես եմ տեսնում, որը պետք է լինի եւ ինչ որ չափով որն է Հայաստանի ռազմավարությունը, դա
հնարավորինս տարբեր տեղերից այդ ցորենը բերելն է եւ հնարավորինս տարբեր տեղերից այդ բենզինը բերելն է, որ մեր բենզինի այսօրվա դրությամբ եթե ես ճիշտ եմ հիշում 84%-ը նույնիսկ այս վերջին զարգացումները գալիս է Ռուսաստանից եւ մեր ներկրվող ցորենի 99.8%-ը գալիս է Ռուսաստանից։ Սա անթույլատրելի թվեր է, հասկանում եք։ Չի կարող որևէ երկիր խոսել անվտանգության մասին։ Արդեն վտանգ է։ Երբ որ իր ցորենի 99.8%-ը գալիս է մեկ աղբյուրից։ Այդտեղ խնդիրը ինչի դա Ռուսաստանն է, Գվատեմալան է, Ֆրանսիան է, իմ հորեղբոր տունն է, կապ չունի թե որտեղից է դա գալիս։ Չի կարա պետության ցորենի 99.8%-ը ներկրումների գա մի կետից։ Եվ ուրեմն մեր խնդիրը որն է, որ հնարավորինս դա դիվերսիֆիկացվի։ Եթե դա 5%-ը Ադրբեջանից է, 5%-ը Ադրբեջանից է, 15%-ը Ղազախստանից է, 8%-ը Իրանից է, 6%-ը Հնդկաստանից է եւ այլն եւ այլն եւ այլն։ Իսկ մենք ձեր հետ պետք է ֆիքսենք, որ մեր խնդիրը հնարավորինս մեր կախվածությունները բազմազանեցնելն է, այդ թվում նաև Ադրբեջանի հետ ու Ադրբեջանի միջոցով, որովհետև կներեք մեր հարևանը Ադրբեջանն է։ Մեր ամենաերկար սահմանը Ադրբեջանի հետ, ասեմ ձեզ ավելին, հայ-ադրբեջանական սահմանը տարածաշրջանի ամենաերկար սահմանն է, 1000 կիլոմետրանոց սահման է, դա Եվրոպայի 8-րդ ամենաերկար սահմանն է։ Մեր երկրորդ չօգտագործել այդ սահմանը եւ երկրորդ մեր ամենամեծ սահմանը դա Թուրքիայի հետ սահմանն է։ Ասեմ ձեզ ավելին, իմ կարծիքով Հայաստանը որպես պետություն հարատև է մենակ մեկ դեպքում, եթե մենք Թուրքիա-Ադրբեջանի հետ մեր հարաբերությունները կարգավորում ենք։ Հակառակ պարագայում, այս ընդ որում այս բանավեճը Հայաստանում կար հենց 90-ականներին։ Ես հիշում եմ Իշխանյանի գրած հոդվածը երրորդ ուժի բացառման օրենքը։ Հետո այդ կարծես թե այդ դպրոցը Հայաստանում պարտվեց, որովհետև հաղթեց Ռուսաստանն է մեր տերը դպրոցը։ Այդ իրավիճակը եկավ հասավ մինչև 20, 21, 22, 23 թվական, երբ որ մեր գլուխը մի քանի անգամ ջարդվեց, մինչև որ հասկացանք, որ մենք տեր չունենք, որ մենք պետք է լինենք մեր տերը, թե չէ մեզ ոնց հասնի օգտագործելու, հա։ Ինչը մեզ շատ այսպես ուղիղ պետքա բերի նորից երրորդ ուժի բացառման օրենքին, որ չկա մի հատ երրորդ ուժ, որը մեզ չար թուրքերից պաշտպանելու է։ Եվ ուրեմն մենք թուրքերի հետ պետքա լեզու գտնենք համակեցության եւ հարևանության։ Ասածս չի նշանակում, որ մենք հետները դառնալու ենք բարեկամներ, եղբայրներ, լավագույն ընկերներ, իրան գալու են ստեղ, մենք բացարձակապես դրա մասին չի խոսքը։ Խոսքը համակեցության եւ բարիդրացիության տարական պայմանների մասին։ Վերջո եվրոպական բազմաթիվ երկրներ ֆրանսիացիներին ձեռ են առնում, ասում են գործ ու տոներ, հա, ռուսերենից ավելի լավ աստազում, հա, լիգուշատնիկի։ Բայց ինչ, դրանից ոչ մի բան չի փոխվում։ Եվ ներողություն, եւ եթե մենք հիշենք, դուք էլ պատմաբան եք, դուք էլ շատ լավ գիտեք, տիրապետում եք, Ֆրանսիան եւ Գերմանիան, եւ Ֆրանսիան եւ Անգլիան քանի տարի են իրար հետ կռվել։ Դաժանագույն պատերազմներ։ Իհարկե հարավային Կովկասը դեռևս Եվրոպա չէ, այդտեղ մենք դեռ շատ բան ունենք, որպես այդտեղ հասնենք, բայց ինչ որտեղ բնականաբար սկսել պետք է, այդ հետ։ Միևնույն ժամանակ, գիտեք, մի քանի շերտեր կան, որովհետեւ մարդիկ միանգամից չխրտնեն, թե մենք ինչի մասին ենք խոսում։ Մենք այս պայծառ նույնիսկ չենք խոսում ըստ էության հասարակությունների միջև ներելու կամ, չգիտեմ, գիտեք, այսպես reconciliation անգլերեն լավ բառ կա, բան իրար հետ մերվել, հա, եթե շատ բառացի ժողովրդական լեզվով թարգմանենք։ Մենք այսպեսությամբ ընդհանրապես խոսում ենք պետությունների միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ նորմալ միջպետական հարաբերություններ ունենալու։ Այո։ Այս փուլում մենք ընդհանրապես խոսում ենք դրա մասին։ Եթե կուզեք, ինձ համար այս պայծառությամբ լավագույն հնարավոր զարգացումը, օրինակ նույն Թուրքիայի հետ, դա հույն թուրքական հարաբերություններն են։ Ձեզ այսպես ասեմ, Հունաստանը Թուրքիայից, համարյա մեր չափ ուժել է։ Մենք ամեն դեպքում մեր իհարկե մի քիչ ուրիշ պատմություն, աշխարհում շատ քիչ տեղ ա եղել ցեղասպանություն, այնել այդ մասշտաբի ցեղասպանություն։ Բայց տարածքային կորուստները, բայց տարածքային կորուստներով եւ այլով Հունաստանը Թուրքիայից քիչ չի տուժել։ Բայց մի հատ տեսեք, այսօր իրանք նույն ռազմաքաղաքական դաշինքի մեջ են։ Այսօր իրանք ունենում են լարվածություններ, բայց իրանք ունեն միջպետական դիվանագիտական հարաբերություններ, ունեն առևտուր, ունեն բաց սահման, ունեն երկու երկրների միջև հասարակությունների միջև ստեղծված հատուկ պլատֆորմ, որտեղ իրենք փորձում են իրենց ուրեմն խնդիրները տարաձայնություններ լուծել եւ այլն եւ այլն եւ այլն։ Այսինքն դա հնարավոր է։ Հասկանում եք, սրա մասին է խոսքը, որ մենք փորձենք այս տարաձայնությունները գոնե քաղաքակիրթ հաղորդակցության եւ միջպետական հարաբերությունների դաշտ տեղափոխենք։ Եվ շատ հետաքրքիր բան ասեցիք այդ մեր երկու հսկա սահմանների մասին Ադրբեջանի եւ Թուրքիայի։ Մենք տոտալ բլոկադայի մեջ էինք ցուրտ ու մութ տարիների եւ ինչ արեց այն ժամանակ Հայաստանի իշխանությունը
Թուրքիայից ցորեն չներկրեց։ Այսինքն ներողություն, մենք կարող ենք ասել, որ ոչ, մենք այդ ցորենն ու այդ հացը չենք ուտելու։ Ես ասում ավելին Հայաստանում չի եղել որևէ ադմինիստրացիա, որը չի փորձել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Դա եղել է եւ Լևոն Տեր-Պետրոսյանի ադմինիստրացիան, դա եղել է եւ Քոչարյանի ադմինիստրացիան, եւ Սերժ Սարգսյանի ադմինիստրացիան, եւ Փաշինյանի ադմինիստրացիան։ Հիմա այդտենց կարան իրանք վեր կարան ասենց ռազմահայրենասիրական եւ պաթետիկ ելույթներ ունենան, բայց արխիվները կան, տեղեկությունները կան, այդ թեմա բազմաթիվ հոդվածներ, աշխատություններ կան գրված, բոլոր 3 ադմինիստրացիաներն էլ դա փորձել են։ Ուրիշ բան, որ Թուրքիայի դիրքորոշումն է ընթացքում ավելի ու ավելի, գիտեք, շատ պահանջող դարձել։ Օրինակ, համար եթե առաջին ադմինիստրացիայի ժամանակ դա դիցուկ, չգիտեմ, քարվաճառ չմտնելն էր կամ հետո քարվաճառը վերադարձնելն էր, հիմա դա բոլորովին 3-րդ, 4-րդ ադմինիստրացիաների ժամանակ դա բոլորովին այլ բան էր, ինչը մեզ իրականում վերադարձնում է ուրեմն 90-ականներ, 98-ին էր կարծեմ այդ հայտնի անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը խոսում էր դրա մասին, որ հիմա մենք ամենաուժեղն ենք եւ հիմա է պետք գնալ զիջումների, իսկ Վազգեն Սարգսյանը դրան պատասխանում էր, որ մենք կգնանք զիջումների այն ժամանակ, երբ որ մենք ստիպված կլինենք գնալ զիջումների։ Ի վերջո ըստ էության հաղթեց Վազգեն Սարգսյանի դիրքորոշումը, այլ բան, որ հիմա ես մի քիչ չեմ հասկանում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը ինչ է ասում եւ ՀԱԿ-ը ինչ է ասում ընդհանրապես, ու մի քիչ չի բռնում այսօրվա իրանց ասածներն ու արածները տարիներ կամ տասնամյակներ շարունակ իրանց ասածներից արածներից, ինչը ինձ չի կարող չվրդովեցնել բնականաբար, բայց բոլոր ադմինիստրացիաները այդ փորձերը արել են։ Ու դա բնական է, որովհետեւ Հայաստանը, հասկանում եք, մեր գործընկերներից Թաթուլը մի հատ շատ կարևոր միտք է մի անգամ ասել, էլի, ասել է, որ Հայաստանի համար կա երկու պետություն, որի հետ հարաբերությունները մեզ համար կարևորագույնն են եւ ամենադրամատիկն են։ Դա Թուրքիայի հետ հարաբերություններն են եւ դա Ռուսաստանի հետ հարաբերություններն են։ Մենք չենք կարա մեկի հետ հարաբերվենք, մյուսի հետ չհարաբերվենք, որովհետև հենց մենք այդպես ենք անում, այն մեկը, որ այդ որ մենք հարաբերվում ենք, մեզ հագցնում է իր նիզակի ծայրին եւ սկսում է մեզ օգտագործել որպես զենք մյուսի դեմ։ Այն այլ բնականաբար առաջինը մեզ է հարվածում, առաջինը մեզ է ջարդու փշուրանում։ Ընդ որում այդ նույն բանը անում է նաև սովետական միությունը։ Այո, դա այդ նույն բանը անում են 200 տարի եւ ի տարբերություն նախորդ բոլոր տարիներին, այս անգամ մենք պետություն ունենք, հնարավորություն ունենք ցույց տալու, որպեսզի մեզ եւս մեկ անգամ պես գործիք օգտագործեն։ Եվ այս անգամ մենք ունենք նաև ինչ որ առումով Եվրամիություն, որը ասում է, որ մենք ձեզ հետ ենք կամ ձեր կողքին ենք, մենք ունենք Միացյալ Նահանգներ, որը նույնպես ասում է մենք ձեզ հետ ենք, ձեր կողքին ենք, միանգամայն հասկանալով նրանց շահերը։ Բնականաբար։ Միանգամայն։ Այդտեղ մի բան ես կհավելեմ, ես գիտեք կողմնակիցն եմ նրա, որպեսզի մենք ոչ թերագնահատենք արևմուտքի հնարավոր աջակցությունն ու արդեն իսկ ցույց տված աջակցությունը մեզ, բայց եւ ոչ գերագնահատենք, որտեղ ես տեսնում եմ դնենք միայն որովհետև ես տեսնում եմ մենակ սպառնալիք, այսօր ես տեսնում Հայաստանի քաղաքական դաշտում, նաև այսպես էս լիբերալ թևի քաղաքական դաշտում մարդիկ, ովքեր ըստ էության փորձում են անել նույն բանը, ինչ որ մենք 90-ականներում արեցինք Ռուսաստանի հետ, բայց հիմա արդեն արևմուտքի տեսքով։ Այ մեր տերը այդ ճիշտ էինք մենք այն ժամանակ մտածում, որ մեզ տերա պետք է, մենք ուղղակի դերակատարում ենք սխալանքը։ Հիմա Եվրամիությունը թող լինի մեր տերը, կամ ամերիկացիներն լինեն մեր տերը, կան էկզոտիկ տարբերակներ, Իրանը լինի մեր տերը, Հնդկաստանը լինի մեր տերը եւ այլն եւ այլն։ Այսինքն մի այդպիսի քաղաքական շարժում կամ քաղաքական միտք կա, որը որ կարծես ինչ որ չափով է դասը սերտել է, բայց լավ չի հասկացել թե խնդիրը ինչումն էր։ Խնդիրը Ռուսաստանը չէր, խնդիրը մենք էինք։ Մեր մեջ էր խնդիրը, հասկանում եք, այն պատկերի, որը որ մենք ստեղծել էինք Ռուսաստանի մասին, եւ այն վերաբերմունքի, որը որ մենք ստեղծել էինք Ռուսաստանի վերաբերյալ։ Մեր մեջ պետք է լինի այդ մտքի հեղափոխությունը։ Մենք միշտ պատրաստ ենք եղել ընդունել, որ մենք ֆորպոստ ենք, մենք միշտ պատրաստ ենք եղել ընդունել, որ մեր ավակ եղբայրն է։ Այո։ Մեր ամենամեծ հարցը պետք է լինի ինքներս մեզ։ Ես գիտեք, ես հիշում եմ դպրոցական տարիքից էլ այդ անընդհատ Հայաստանում կրկնվող ֆրազան՝ «Դե Ռուսաստանն է մեր տերը»։ Դե եթե ինքը քո տերն է, ինքը քո ինչ ուզում է կանի, դու էլ պետքա սուսուփուս դրան համաձայնվես։ Եթե քեզ ձեր չի տալիս այդ կարգավիճակը, ուրեմն պետք է ինչ-որ փոփոխությունների գնաս։ Ընդ որում Ղարաբաղյան շարժումը ի սկզբանե մինչև վերջել հենց այդ տրամաբանությամբ էր։ Այո։ Մոսկվա, Կրեմլ, Գորբաչով։ Այո։ Եվ տեսանք ինչ եղավ։ Այո։ Թրամփը Նիկոլ Փաշինյանին է փոխանցել անձնական մակագրությամբ նվեր ի նշան բարձր գնահատանքի։ Եվ նաև
հանդիպում է եղել Հայաստանի արտակարգ լիազոր դեսպանի եւ Թրամփի միջև։ Ընդ որում ես որքան հիշում եմ, նման դեպքեր չեմ կարողանում տենց առանձնապես հիշել, հա, պրեզիդենտի մոտ ընդունելություն, ներողություն, գնահատանքի խոսքեր, դες տենց, սա էլ ներկայացնում եմ, ասում եմ նրա համար, որ այսօր արդեն կարդում էի մի քանի հրապարակումներ, որ հենց ամերիկան հետականչում դեսպանների 30 դեսպանի հետականչը Բուրկինա Ֆասոյի հետ Հայաստանն եւ այլն եւ այլն։ Դե այդ երկրորդ ընդհանրապես եկեք մեկ կարճ ողքի անհրաժեշտ որ դա Միացյալ Նահանգների ներքաղաքական պատմությունն է եւ Թրամփը փոխում ադմինիստրացիայի եւ ընդհանրապես ինքը ներսում ահռելի մեծ փոփոխություն։ Բայդենական կադրերին մի խոսքով։ Այո, այսինքն դա Հայաստանից որևէ կապ չունի, իսկ ձեր նշած իմաստով իհարկե Սպիտակ տանը կա նմանավանդույթ դեսպաններին հրավիրելու եւ դեսպանների հետ հանդիպնելու, հատկապես տարեվերջին, օրինակ մեր նախորդ դեսպանը Լիլիթ Մակունցը նույնպես Սպիտակ տանը Բայդենի հետ այդ ժամանակ հանդիպում ունեցել է, բայց հետաքրքրական է, որ այն ջերմ խոսքերը նվերները դրանք իհարկե ինչ որ չափով այսպես նշանային են, ինչու, որովհետեւ այս հարցը շարունակում է մնալ այս ադմինիստրացիայի համար կարևոր հարց։ Գիտեք, այն նախագահան մի քանի անգամ ասել է, որ ինքը 7 թե 8 խաղաղության պայմանագիրը այլևս բերե խաղաղություն է բերե, այդ խաղաղություններից ոնց որ թե ամենահաջողականը պահը մերն է, ու դա շատ կարևոր է ադմինիստրացիայի համար, ես ասեմ, այն մեսեջինգը, որ իրանք տալիս են եւ միջազգային հարաբերություններում եւ ներքին քաղաքականության մեջ, սա իրանց համար դառնում է բավականին կարևոր հաջողության պատմություն։ Եվ այն պահից, երբ օրինակ հայ-ամերիկյան բանակցությունները թրիփի վերաբերյալ կավարտվեն, փաստաթղթերը կհրապարակվեն, տեխնիկական դետալները կավարտվեն եւ կսկսվի բուն շինարարությունը, ես կարծում եմ ուշադրությունը այս հարցին միայն կմեծանա եւ օրինակ չեմ բացառում, որ ճանապարհի շինարարության հիմնարկեքին մենք կտեսնենք բավականին բարձրաստիճան ամերիկյան պաշտոնյայի ներկայություն։ Արդեն անուններ նշվում են, չնայած դեռ հաստատված չէ։ Այո, բայց դա կլինի բավականին բարձրաստիճան պաշտոնյա։ Եվ իհարկե ինչպիսի ճկունությամբ քաղաքականություն պետք է վարի Հայաստանը Միացյալ Նահանգների հետ, որտեղ մենք այսօր տեսնում ենք բոլորովին այլ Միացյալ Նահանգներ, քան տեսնում էինք սրանից մի տարի առաջ։ Այո, բայց դրանով հանդերձ եկեք ձեզ հետ արձանագրենք, որ մենք նախորդ ադմինիստրացիայի հետ կնքել ենք ռազմավարական գործընկերության խարտիա, իսկ այս ադմինիստրացիա ըստեյության խորացրել ենք այդ խարտիան, այսինքն Հայաստանը երևի թե շատ քիչ թվով պետությունների ցանկին է պատկանում, կան էլ իհարկե դեպքեր, երբ որ երկու ադմինիստրացիաների հետ էլ հարաբերությունները բավականին լավ մակարդակի վրա են եւ մի բան է խորացվել են, սա շատ կարեւոր է։ Այն որ ես չի ասի մեզ զգուշություն է պետք, մեզ պետք է մեր աշխատանքի ոճի վերանայում։ Օրինակ եթե նախորդ ադմինիստրացիայի համար չափազանց կարևոր էր Հայաստանի ժողովրդավարացման, օրենքի գերակայության եւ նմանատիպ այլ նարատիվները, այս ադմինիստրացիան շատ ավելի ռեալ պոլիտիկի կրող է։ Եվ ուրեմն այն գործարքը, որը որ մենք կնքել ենք Միացյալ Նահանգների հետ, այսինքն TRIP-ը եւ մեր 3 դեկլարացիաները, դրանք են առաջնային կարևորություն ունեցողը։ Օրինակ համար էներգետիկայի ոլորտում Միացյալ Նահանգների հետ մեր համագործակցությունը բավականին կարևոր է նաեւ հենց Միացյալ Նահանգների համար։ Ինչու՞։ Որտեղ այդ գործարքով իրանք ըստեյության պետք է մեզ վաճառեն միջուկային տեխնոլոգիաներ, որը որ շատ վաղուց Միացյալ Նահանգներում, հատկապես հանրապետական շրջանակներում կա այդ գաղափարը, որ իրանք ուզում են այդ տեխնոլոգիաները վաճառեն, գումար աշխատեն եւ այլն, եւ սա կարող է շատ լավ հաջողության պատմություն նորից դառնալ, որ իրանք դա արել են։ Սա առաջին, այսինքն տրանզակցիոն, հա, գործարքային։ Ինչ ենք ստանում, ինչ եք ստանում դուք, ինչ ենք ստանում մենք։ Այն ինչ որ սիրում ասել Թրամփը։ Այո, եւ մենք ունենք բոլոր հնարավորությունները հենց այդ դաշտում իր համար լինելու հետաքրքիր։ Եվ երկրորդը, ինչքան էլ դա այսպես սյուրռեալիստական թվա Միացյալ Նահանգների դեպքում, բայց դա կրոնական ուրեմն ֆակտորն է, որովհետեւ իշխող ադմինիստրացիայի հատկապես միջին խավի ներկայացուցիչները, ինչու ոչ նաև մինչև ամենավերև մինչև ընդհանուր փոխնախագահի մակարդակ, բավականին այսպես մոլերանտ ես նույնիսկ այդ բառը քրիստոնեական արժեքների կրողներ եւ դրանց պաշտպաններ են իրենց ներկայացնում եւ Հայաստանը այստեղ նորություն չեմ ասի, որ ունի աշխարհի առաջատար այսպես հնարավորություններից եւ դիրքերից մեկը, որը պետք է կարողանար օգտագործել։ Եվ որի համար օրինակ բացարձակ լավ չէ այն ամեն ինչ որ տեղի ունենում հիմա Հայաստանի ներսում եկեղեցու եւ պետության միջև եւ այն ամենը ինչ որ մենք տեսնում ենք, դա խանգարում է, այսպես ասենք, Հայաստանի շահերի իրացմանը։ Իհարկե, ժողովրդավար Հայաստանը եւ ամեն դեպքում ավտոկրատ Ռուսաստանը։ Ես ասի, որ կվերադառնանք Ռուսաստանին դեռ, հա, իհարկե հաշվի առնելով շահեր եւ այլն, բազմավեկտոր քաղաքականություն, ամեն դեպքում ինչ ապագա ունի այս դուետը։
շատ լավ հարց եք տալի, եթե մեր ծերնդի համար ամենակարևոր հարցն եք տալիս։ Եվ այդ հարցը ոչ միայն այդ ժողովրդավարական եւ ավտոկրատով է սկսվում ու ավարտվում, այնտեղ մի քանի շերտեր կա։ Մի շերտը դա գաղութատեր Ռուսաստանը եւ գաղութ կամ նախկին գաղութ Հայաստանը շերտն է։ Երրորդ շերտը դա կայսերապաշտական Ռուսաստան եւ իրանց տերմինաբանությամբ բլիժնիե зарубежье, հա, այդ մերձակա արտասահման հասկացությունն է, որ իրենք համարում են իրենց օրինական շահերի գոտի, այդ շերտն է։ Չորրորդ շերտը այդ եվրասիական ինտեգրացիոն գործընթացներ կամ նոր կայսերական մոդել շերտն է եւ Հայաստանը։ Այսինքն մի քանի շերտեր կան ու բոլորում ըստ ռուսական մենթալության կա աստիճանակարգություն, այսինքն Ռուսաստանը այստեղ է, Հայաստանը այստեղ է։ Ընդ որում դրանք ուղիղ աստիճանակարգություն են։ Ռուսաստանը շեֆն է, Հայաստանը անողն է, հա, այսպես ասած։ Եվ ամենամեծ հարցը հետեւյալն է, այս աստիճանակարգությունը փլուզվելու է, թե չի փլուզվելու։ Մենք կարողանալու ենք այնպիսի հարաբերություններ կառուցել Ռուսաստանի հետ, որոնք հիմնված են փոխադարձության, հարգանքի, տնտեսական շահի եւ այլն վրա, թե չեն կարողանալու։ Ասեմ դες, որ մինչեւ այս պահը ինչ որ չափով ընդամենը երկու հանրապետություն է նախկին սովետական միությունից այս իմ նկարագրած մոդելի մեջ հաջողել։ Մեկը Ուզբեկստանն է, որ հաջողել է, եւ մեկը մինչեւ բոլորովին վերջերս Ադրբեջանն էր։ Հիմա մենք տեսնում ենք որոշակի լարում Ադրբեջանի եւ Ռուսաստանի մեջ եւ այդ օրինակն էլ ըստեյության այլևս կարելի համարել տապալված։ Եվ ինչը մեզ թվում է մենակ ուզբեկական օրինակով, բայց մնացած բոլորը կամ ամբողջությամբ ըստեյության պարկել են Ռուսաստանի տակ Բելարուսը ձեզ օրինակ, կամ պատերազմի մեջ են Ռուսաստանի հետ Ուկրաինան, Վրաստանը, Մոլդովան ձեզ օրինակ։ Եվ կամ այսպես այդ երկուսի արանքն են Ղազախստանը ձեզ օրինակ, հա, այսինքն թե պետք է նայել ուրիշ շեֆ փնտրելու տրամաբանությամբ։ Այսինքն իրականում շատ բարդ է նախկին հանրապետությունների համար սովետական Ռուսաստանի հետ ինչ որ առողջ հարաբերություններ կառուցելը։ Երեքն է որ գլուխները փրկել անցել են մի կողմ, Բալթիկ երկրները, որոնք հենց ի սկզբանե բայց հիմա էլ վտանգի տակ են, այո, ճիշտ եք։ Իսկ այնպես բոլորը ունեն այդ խնդիրը, բոլոր հանրապետությունները ունեն այդ խնդիրը։ Ընդ որում դա շատ հետաքրքիր բան ասեմ, մեզանում պետք է երևի թե զարգանա էական ներդրումներ են պետք անել այդ երկրների փորձի ուսումնասիրության մեջ։ Օրինակ մեզ պետք են Բելարուսի, Ղազախստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ուզբեկստանի մասնագետներ։ Ինչի եմ ասում։ Որովհետև անգամ ոչ մասնագիտական հայացքով ֆորնանում ես, մեր խնդիրները այնքան միանման են։ Համարյա բոլոր ուրեմն քրիստոնեական երկրներում կա այսպես թե այնպես եկեղեցու հետ կապված խնդիր։ Կա այսպես թե այնպես եկեղեցում առնվազն մի քանի անձած KGB գործակալության խնդիր, ընդ որում խոսքը ոչ միայն սովետական պետությունների հանրապետությունների մասին, այլ նաև արևելյան Եվրոպայի Վարշավյան պակտի երկրների, օրինակ Լեհաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում դեպքեր այդ լուստրացիան բան է, որ տեղն ունեցել, այնպեսի բաներ են բացահայտվել նույն KGB գործակալ հոգևորականների մասին, հա։ Համարյա բոլոր հանրապետություններում կա այդ էներգետիկ կախվածությունը Ռուսաստանից, բացի Ուկրաինայից եւ Ղազախստանից կա ցորենի կախվածություն եւ այսքան այնքան նմանություններ կա պետական կառավարման համակարգում հին շինովնիկական, հա, այդ կաստայի ընդհանուր հազարավոր օրենքներ, այսինքն մենք երբ որ նայում ենք բոլորի մոտ համարյա խնդիրները նույնական են ու շատ կարևոր է մենք ուսումնասիրենք նաեւ ուրիշների փորձը, թե իրանք ինչպես են փորձում այդ խնդիրները լուծել, հա։ Այս առումով մեզ համար արտակարգ կարևոր է Բալթյան երկրների փորձը։ Մեզ համար կարևոր է լուստրացիան գոնե թե Ուկրաինան ինչ ոնց է հիմա փորձում իր խնդիրները լուծել, խոսքը ոչ թե պատերազմի մասին, այլ երկրի ներսի մասին է։ Ես ես ասեմ ավելին իրականում հարավային Կովկասի համար պետք է որ բավական հետաքրքիր լինի նաև կենտրոնական Ասիայի փորձը, որտեղ կենտրոնական Ասիան ինչ արեցին, իրենք ստեղծեցին այդ կենտրոնասիական 5-ի ֆորմատը, որտեղ փորձում են ինչ որ սինխրոնիզացիայի տանել իրանց արտաքին քաղաքականությունը կամ իրանց էներգետիկ եւ պարենային խնդիրները տանել դեպի համատեղ լուծումների։ Իհարկե մենք դեռևս ունենք կոնֆլիկտը, խաղաղության պայմանագիրը ստորագրված չէ, մենք դրանից դեռ շատ հեռու ենք, բայց որպես մոդել դա բավականին հետաքրքիր բան է։ Էլ չասած, որ շատ հետաքրքիր է հարավային Կովկասի մյուս պետությունների եւ հատկապես Վրաստանի փորձը Թուրքիայի հետ հարաբերություններ կառուցելու։ Իսկն գիտեք, անընդհատ մի բանին են գալիս էլի, որ երկու հատ բազային հարց կա, դա գիտելիքն է եւ աշխատանքն է։ Եվ երկուսի հետ կապված է մենք Հայաստանում խնդիր ունենք։ Մենք այնքան շատ ենք սիրում ասել, որ մենք շատ խելացի ենք, շատ կրթված ենք, շատ տաղանդավոր ենք, մեր բոլոր հարևաններին մենք նայում ենք վերևից, նաև շատ մարտունակ ենք։ Նաև շատ մարտունակ ենք։ Մենք մեր բոլոր հարևաններին մի հատ նայեք, մենք մեր բոլոր հարևաններին վերևից ենք նայում։
Բայց որ նայում ես մեր բոլոր հարևանների կառուցած պետությունն ու մեր կառուցած պետությունը, մի քիչ վերևից նայելու երևի թե տեղ այդքանը չունենք։ Մենք ունենք սովորելու խնդիր, մենք ունենք աշխատելու եւ արդյունավետ աշխատելու խնդիր։ Հայաստանում այսօր մեծագույն սով կա կվալիֆիկացված մասնագիտական աշխատանքի, գրեթե բոլոր ոլորտներում։ Շինարար լինի, չգիտեմ, առևտրի գործիչ լինի, գիտնական լինի, մասնագետ լինի, փորձագետ լինի, ցանկացած ոլորտում կվալիֆիկացված, բարձրակարգ մասնագետի խնդիր կա։ Ինչը իհարկե հետևանք է տասնամյակներ շարունակ Հայաստանում ուրեմն տնտեսական, սոցիալական անարդարության եւ այլն եւ այլն։ Մենք ուղեղների արտահոսք ենք ունեցել, եկեք դրա այդ առերեսնենք։ Միլիոնից ավելի մարդ է այսպես հաջուկով կշարունակեի ցավոք ուշեցին, որ ժամանակը լրացավ, շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Եվ վերջում հիշեցնեմ, որ տաղավարում ես հյուրընկալել էի պատմաբան, քաղաքագետ Արեգ Քոչինյանին։ Ամենայն բարիք ձեզ։